երբ խոսում ենք արտաքին ազդեցության մասին, սովորաբար պատկերացնում ենք դիվանագետներ, առաքելություններ, պաշտոնական հայտարարություններ, բայց իրական ազդեցությունը շատ ավելի աննկատ է։ Այն ձեր հեռախոսի մեջ է, ձեր լրահոսում, ձեր կարդացած մեկնաբանություններում։ Դուք կարծում եք, որ կարդում եք իրական մարդկանց կարծիքներ, բայց իրականում շատ հաճախ տեսնում եք լավ կազմակերպված իմիտացիա։ Քանի որ սոցիալական ցանցերում մեծամասնությունը միշտ չէ, որ իրական է։ Եվ երբ հարյուրավոր մարդիկ միաժամանակ նույն բանն են ասում, դա կարող է լինել ոչ թե հասարակության դիրքորոշում, այլ տեխնոլոգիա։ Տեխնոլոգիա, որը ստեղծում է համաձայնության պատրանք եւ լրացնում հակառակը մտածող մարդկանց։ Ինչպես են ձեզ ստիպում լռել եւ ով է ձևավորում իրականությունը, դիտենք ռեպորտաժում։ Դուք բացում եք Facebook ու տեսնում, որ հարյուրավոր մարդիկ նույն բանն են ասում։ Փորձում եք հակաճառել, բայց ապարդյուն, որովհետև ֆիզիկապես չեք կարողանում դիմակայել, եթե ոչ մի քանի հարյուր, ապա մի քանի տասնյակ մարդու նույնաբովանդակ կարծիքին։ Իսկ ինչ կասեք, եթե պարզվի, որ այդ հարյուրավոր մարդկանց կեսն ընդհանրապես գոյություն չունի։ Սոցիալական ցանցերը վաղուց դադարել են լինել պարզապես հաղորդակցման հարթակ, դրանք դարձել են քաղաքական ազդեցության գործիք ու այդ ազդեցությունն ըստ մասնագետների ամենից հաճախ ապահովում է fake, այսինքն կեղծ հաշիվների միջոցով։